Ադրբեջանի հերթական պահանջները, զինանշանի փոփոխություն, ռուսական ռազմաբազայի դուրսբերում եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կրկին բարդացել են Ադրբեջանի ներկայացրած նոր եւ միակողմանի պահանջների հետևանքով։ Չնայած կողմերը հայտարարում են, որ փաստաթուղթը տեխնիկապես պատրաստ է ստորագրման, Բաքուն շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնք լրջորեն խաթարում են պայմանագրի հավասարակշռված եւ իբրև թե արդար բնույթը։ Ադրբեջանի գլխավոր պահանջներից է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, դա գիտենք բոլորս։ Սակայն ընդամենը օրեր առաջ պաշտոնական Բաքվից հնչեց Հայաստանի սահմանադրության այսպես ասած փոփոխման ենթակա հերթական հոդվածը։ Ինչպես հաղորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն, Հայաստանի սահմանադրության 21-րդ հոդվածը զինանշանի մասին օրենքը իբր պարունակում է տարածքային հավակնություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Փաստացի այս պահանջը կարող է դիտարկվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ մարտահրավեր։ Երբ մեկ այլ պետություն պահանջ է ներկայացնում պետական խորհրդանիշի փոփոխման վերաբերյալ, դա կարող է ընկալվել որպես միջամտություն ներքին քաղաքականությանը եւ հարված երկրի ինքնիշխանությանը։ Սա կարող է առաջացնել նաեւ ներքաղաքական լարվածություն Հայաստանի ներսում։ Այդպիսի պահանջը կարող է խորացնել հասարակական բևեռացումը եւ ավելացնել ընդդիմություն իշխանություն լարվածությունը, եթե վերջինս պատրաստակամություն ցուցաբերի քննարկելու այդպիսի փոփոխություն։ Բացի սահմանադրությանն առնչվող պահանջից, ադրբեջանական կողմը առաջ է քաշում նաեւ ռուսական 102-րդ ռազմաբազայի Հայաստանից դուրսբերման հարցը։ Ադրբեջանում տարածված իշխանահաճո լրատվամիջոցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարություններով իբր խաղաղության պայմանագրի մի դրույթ արգելում է օտարերկրյա զինուժի ներկայությունը կողմերից որևէ մեկի տարածքում։ Հիշեցնենք սակայն, որ ռազմաբազայի գործունեությունը կարգավորվում է երկկողմ միջազգային պայմանագրով, որը ուժի մեջ է մինչև 2044 թվականը։ Հատկանշական է, որ այս հայտարարությունը համընկնում է Բաքվի եւ Մոսկվայի միջև լարվածության հերթական փուլի հետ։ Իսկ թե սրա նախադեպը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հաղթանակի օրվա տոնակատարություններին Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի բացակայությունն էր։ Հետևաբար, պայմանագրի ենթադրյալ կետի մասին այս հայտարարությունը կարող է լինել Բաքվի համար Ռուսաստանին գրգռելու եւս մեկ միջոց։ Ադրբեջանի այս քայլը հնարավոր է բարդացնի Երևանի ջանքերը բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Վերջերս Հայաստանի Հանրապետության կառավարությունը որքան էլ փորձել է քայլեր ձեռնարկել երկրի աշխարհաքաղաքական ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ, սակայն Փաշինյանը նաեւ փորձել է կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Կարծես ցանկանալով մեծացնել Հայաստանի քաղաքական լծակները Ադրբեջանին ստիպելու ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Փորձագետների գնահատմամբ Բաքվի այս պահանջը ուղղակիորեն հարվածում է Հայաստանի անվտանգությանը, հատկապես հաշվի առնելով, որ վերջինը միակ պետությունն է տարածաշրջանում, որի տարածքի որոշ հատվածներ օկուպացրել է Ադրբեջանը։ Իլհամ Ալիևը իր հերթին նորից բարձրաձայնել է արևմտյան ադրբեջանցիների վերադարձի գաղափարը, որը թեև ներկայացվում է իբր մարդու իրավունքների լեզվով, իրականում դիտարկվում է որպես տարածքային պահանջի քողարկված ձև։ Ալիևը պահանջել է, որ Հայաստանում մշակվեն հստակ մեխանիզմներ այդ վերադարձի իրավունքի իրագործման համար։ Նա նաև մեղադրել է հայ ժողովրդին իբր թուրքերին ատելու մեջ եւ ներկայացրել Հայաստանի մշակութային քաղաքականությունը որպես խոչընդոտ խաղաղությանը։ Ալիևը իր ուղիղ խոսքում նշել է. արևմտյան ադրբեջանցիների վերադառնալու ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, եւ Հայաստանը պետք է զերծ մնա այս ցանկությունը նման ձևաչափով ներկայացնելու փորձերից։ Ամփոփելով պետք է նշենք, որ Ադրբեջանի հերթական պահանջները Հայաստանի ներքին գործերի միջամտելու սահմանադրական եւ անվտանգային փոփոխություններ պարտադրելու ձևով վերածվել են խաղաղության գործընթացը շահարկելու եւ մանիպուլյացիայի վերածելու գործիքի։ Չնայած այդ պահանջները փաթեթավորվում են խաղաղության ճարտար լեզվով, դրանք իրականում խաթարում են Հայաստանի ինքնիշխանությունը, իրավական համակարգի ենթադրյալ անկախությունը եւ ազգային անվտանգությունը։ Երևանի արձագանքները հուշում են, որ Հայաստանը թեև պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով ու գոնե թե սեփական ինքնիշխանության հաշվին։